Մենք սովորում ենք հարցեր տալով։ Մենք գտնում ենք պատասխաններ մեր հարցերին։ Մենք պատասխանում ենք եւ գիտակցում ենք, թե ինչ ասացինք։ Հարց տալը կարևոր է եւ որակյալ հարցեր տալը դժվար արվեստ է։ Այսօր մենք քննարկենք, թե ինչպես սովորեցնենք մեր երեխաներին եւ ինքներս մեզ լավ հարցեր տալ։ Երևի թե աշխարհի ամենահայտնի հարց տալու վարպետը Սոկրատեսն էր։ Ըստ Պլատոնի նա բոլոր խոսակցությունները տանում էր հարցադրումներով։ Նրա հարցերը այնպիսին էին, որ իր դիմացինը ստիպված էր խոստովանել, մտածել, ինքն իրեն հակաճառել, ընդունել որոշակի ճշմարտություններ, նաև ընդունել, որ նա որոշ բաներ չգիտի։ Երբ մենք ընթերցում ենք մի որևէ գիրք կամ լսում ենք մի որևէ մարդու եւ հարց չունենք, նշանակում է մենք քիչ բան սովորեցինք։ Երբ ես դասավանդում եմ դպրոցում կամ համալսարանում կամ ելույթ եմ ունենում հանրության առջև ինչ-որ միջոցառումներին եւ իմ խոսքի վերջում հարցեր չեն լինում, դա բավականին անարդյունավետ դասի ելույթի մասին է խոսում։ Դա նշանակում է, որ ես հետաքրքիր բան չեմ ասել, ես ոչինչ չեմ սովորեցրել։ Մարդիկ ձանձրանում էին եւ իրենց գլխում որևէ հարց չառաջացավ։ Գիտական համաժողովների ժամանակ համարվում է անպատեհ, եթե ելույթի վերջին չկան հարցեր, գիտական զեկույցի վերջին եւ համարյա պարտադիր է համարվում, որ դալիճից պետք է գոնե 1-2 հարց հնչի, անգամ եթե բոլորը տարված էին իրենց ընթերցանությամբ կամ սոցիալական ցանցերով, որտեղ իրենց համար այդ նյութը հետաքրքիր չէր եւ ձանձրալի էր, միևնույն է իրենք պետք է գոնե 1-2 հարց կարողանան ձևակերպեն եւ հարգանքի տուրք ցուցաբերեն ելույթ ունեցողին։ Այնպես որ հարցը այն ոչ միայն ուղակի խոսքի ձև է կամ սեփական հետաքրքրությունը ցուցաբերելու միջոց։ Հարցը մի ամբողջ մշակույթ է, մի ամբողջ մեծ երևույթ է մեր կյանքում, որը գործիք է շատ եւ շատ հարցերում եւ ոչ միայն սովորելիս, միջմարտկային հարաբերություններում, զարգացման հնարավորություն է։ Մի ամբողջ ոլորտ կա բիզնեսում, որը կոչվում է coaching, որը վերաբերում է աջակցության հարցերի միջոցով, երբ որ մենք օգնում ենք մարդուն բացահայտել իր առջև կանգնած խնդիրը եւ լուծում գտնել դրա համար, ընդհանրապես հարցեր տալով, ոչ մի բան խորհուրդ չտալով, ոչ մի ուղղորդում չտալով, բայց ճիշտ հարցեր սահմանելով։ Այնպես որ լավ հարցեր տալը մեծ արվեստ է։ Դրա մասին նաև գիտեն լրագրողները։ Լավ լրագրողը տարբերվում է ոչ այնքան լավ լրագրողից նրանով, որ առաջինի հարցերը շատ ավելի բովանդակային են, հետաքրքիր եւ շատ ավելի նպաստավոր են նյութը զարգացնելու եւ ավելի մեծ հնարավորություններ տալու խոսնակին իր մտքերը արտահայտելու համար։ Հիմա ինչպես անենք, որ երեխաները սովորեն լավ հարցեր տալ։ Առաջին ամենակարևոր հանգամանքն այն է, որ երեխայի մոտ հարց տալը կապված է սեփական գիտելիքի բացակայությունը բացահայտելու հետ։ Եվ դրա համար, որպեսզի դա երեխան հանգիստ անի, կարևոր է, որ իր մոտ լինի անվտանգության զգացողություն, որ նա չի պատժվելու, որ չգիտի, որ չի պատժվելու, որ հարց է տալիս դրա մասին, որը ել ավելի վտանգավոր է, երբ որ մենք գալիս ենք, գիտենք, որ երեխաները գալիս են, մեզ հարցեր են տալիս, որոնք մենք չենք ուզում պատասխանել։ Մեզ այնքան էլ հաճելի չէ եւ մենք շատ հաճախ դրան հակադարձում ենք բավականին կոպիտ։ Իսկ դա շատ վտանգավոր է, դա սխալ է։ Մենք հակառակը պետք է դա միջոց համարենք, որպեսզի իրենց օգնենք հասկանալ, թե որն է իրենց հարցի սխալը եւ ինչպես է պետք ճիշտ նույն հարցը տալ այնպես,
որ այն չստեղծի կաշկանդվածություն, այլ հակառակը հնարավորություն ստեղծի խոսելու եւ զրուցելու։ Ամեն հարցը կարելի է այնպես, որ այն կաշկանդի դիմացինին եւ փակի խոսակցությունը եւ այնպես, որ հակառակը այն բացի խոսակցության հնարավորություն եւ մի բան սովորելու եւ համագործակցելու հնարավորություն։ Այնպես որ առաջինը, որ մենք պետք է անենք, ստեղծենք երեխաների համար այդ անվտանգության միջավայրը, ամեն հարց թույլատրելի է։ Իհարկե, մենք պետք է զգույշ լինենք, որ երեխաները մեզ չվերածեն արհեստական բանականության, ում ամեն հարց տալիս ես ուղղակի ձանձրանալով։ Կամ, երբ որ չես ուզում մտածել, միանգամից հարց ես տալիս։ Դա մեր ժամանակների վտանգներից մեկն է, երեխաները այնքան են սովորել Google անելուն եւ ընդհանրապես աճ ու ձախ հարց տալուն, որ բայրով չափազանցնում են։ Բայց դա հենց խոսում է նրա մասին, որ նա ասում է չկա անհրաժեշտ մշակույթ հարց տալու, որ իրենք ի վիճակի չեն ճիշտ հարցեր տալ։ Եվ հենց այդ պատճառով ձախողում են եւ տալիս են մեզ սխալ հարցեր, որոնք պետք չէր տալ, որոնց պատասխանները նրանք կարող են ինքնուրույն գտնել եւ անգամ պետք չէր պատասխան փնտրել դրա համար, պետք էր ընդհանրապես մտածել։ Շատ հաճախ մտածելը չի ընդհանրում հարցեր տալ անընդհատ։ Մտածելը ընդհանրում է տրամաբանական քայլերով առաջ ընթանալ։ Մեկը մյուսին շախ կապելով։ Դա ոչ միշտ հենց հարց է։ Իսկ եթե իրենք հարց են տալիս, շատ այդ տրամաբանական շղթան արդեն խզված է։ Եվ դա խոսում է տրամաբանելու կարողության թերացումների մասին, որոնց պետք է անդրադառնալ։ Որպեսզի մենք սովորեցնենք երեխաներին հարցեր տալ, մենք էլ պետք է հարցեր տանք։ Մենք էլ պետք է անընդհատ հետաքրքրվենք եւ հարցեր տանք։ Եվ դու կարող եք հարցեր տալ երեխային, որ գիտեք, որ նա չգիտի պատասխանը, բայց միևնույն է, տվեք։ Որն է խնդիրը։ Ասենք դուք չգիտեք, թե որ քաղաքն է գտնվում ավելի հարավ Իտալիայում, ասենք Հռոմը թե Ռիմինին։ Նման ամներ են եւ դուք կարող եք խառնել եք։ Հա, Ռիմինին մի քիչ ավելի հյուսիս է, քան Հռոմը, բայց դե դա պիտի իմանաս։ Հիմա հարցրեք երեխային, ասեք, լսի, չգիտես որն է ավելի դեպի հարավ, որն է ավելի հյուսիս։ Թող էլ չիմանա, բայց դուք ցույց կտաք, որ դուք հանգիստ կարող եք հարցեր տալ, եթե ինչ-որ բան չգիտեք։ Եվ ակնկալում եք, որ մի այլ մեկը կարող է իմանալ եւ թող նա գտնի պատասխանը, միգուցե նա գնա գտնի, գա, ասի, հա, գիտես, ես իմացա, սա է պատասխանը, դուք շատ կուրախանաք եւ նա կուրախանա, որ ձեզ օգնեց։ Մի խոսքով պետք է միշտ լինել հարցեր տալու օրինակ եւ լավ եւ ճիշտ հարցեր տալու, այլ ոչ թե սխալ եւ թերի։ Հաջորդը դա միշտ պետք է պատասխանել երեխաների հարցերին։ Մենք դրա մասին վաղուց խոսացել ենք, հիմա չեմ ուզում շատ կրկնվել, բայց չի կարելի թողել հարցերը անպատասխան։ Հարցերին պետք է պատասխանել։ Հարցերին կարելի է պատասխանել հարցերով։ Եթե դուք կարծում եք, որ դրանով կօգնեք երեխային գտնել այդ հարցի պատասխանն ինքնուրույն։ Տալով մի քանի հարցեր դուք կարող եք իրեն օգնել ինքնուրույն գտնել պատասխանը, եւ դա շատ լավ է, բայց անպատասխան թողնել հարցը չի կարելի։ Հաջորդը շատ կարևոր է քննարկել նյութ, որ երկուստ էլ ընթերցել եք, ասենք գիրք։ Եթե մի գիրք կա, որ երեխան նոր կարդացել է, ընթերցել է, եւ դուք արդեն նախկինում այդ գրքի բովանդակության ծանոթացել եք, եւ իդեպ խորհուրդ եմ տալիս, երբ որ երեխաները ինչ-որ հետաքրքիր գրքեր են ընթերցում, իրենց զուգահեռ այդ գրքերը ընթերցեք, որպեսզի դուք ունենաք իրենց հետ զրուցելու եւ խոսելու հնարավորություն եւ քննարկելու։ Քննարկումները շատ հաճախ լինում են հենց հարցադրումների տեսքով։ Ինչ ես կարծում, այս հերոսը ինչու սա արեց։ Ինչ ես կարծում, եթե նա այսպես գործեր, ինչ կլիներ։ Ինչ ես կարծում, եւ ինչ լավ հնարավորություն է տալիս պատմվածքները քննարկելը։ Դրանց տեսակետից դուք կարող եք երեխայի հետ գտնվել էքսպերտիզայի ընկալման եւ փորձագիտական տեսակետից նույն մակարդակի վրա։ Դուք պարտադիր չէ եւ պարտավոր չեք ավելի շատ իմանալ այդ գրքի հերոսների մասին, քան գիտի նա, քանի որ զուգահեռ է կարդացել գրքում դրանից ավել այդ հերոսների մասին ոչինչ գրած չէ։ Այնպես որ դուք կարող եք ազատ քննարկել այն ինչ որ այնտեղ կա, այն բարգան, որ եթե դուք կյանքից եք խոսում, երեխան միշտ ինչ որ առումով ստորադասված է, որտեղ բնականաբար դուք շատ ավելի շատ բան գիտեք շատ հարցերի շուրջ, քան նա։ Նա դեռ շատ բանի մասին տեղյակ չի։ Չնայած դարձյալ շատ լավ է երեխային միշտ տալ հարցեր, որտեղ դուք եք թերանում, ասենք, եւ գիտեք, որ նա այդ հարցին լավ տիրապետում է։ Օրինակ, եթե նա ավելի լավ գիտի Instagram-ից օգտվելը, քան դուք, միշտ կարող եք իրեն հարցնել ցույց տուր, թե ինչպես սա անել։ Դա շատ լավ միջոց է իրեն սովորեցնել, որ նա էլ կարող է հարցեր տալ եւ դիմել ձեզ։ Շատ են օգնում տարատեսակ նախագծերը։ Նախագծերը բերում են նրան, որ մենք
պատասխանում ենք հարցադրումների, խնդիրների, դա շատ բնական է։ Դա չի կաշկանդված որևէ կերպ, որտեղ կա նպատակ, որին պետք է հասնես, եւ այդ նպատակին հասնելու ճանապարհին բնականաբար առաջանում են հարցեր, եւ այլևս չկա այդ արդյոք ինչ կլինի, եթե այս հարցը տամ հարցադրումը, որովհետեւ դե խնդիր կա լուծելու, նպատակ կա, որին մենք փորձում ենք հասնել, բնականաբար մենք այդ հարցերը կուզենանք տալ։ Եվս մի շատ լավ միջոց, որը շատ կօգնի երեխաներին ճիշտ բովանդակային հարցեր տալ, դա ինչու եւ ինչ հարցերն են։ Երեխան ինչ որ բան է ասում եք եւ ինչ։ Նա փորձում է ձեր եւ ինչին պատասխանել, ասում եք եւ ինչ։ Նա փորձում է պատասխանել։ Եվ հետո դուք մի պահ կարող եք դադար առնել եւ ամփոփել այդ շարքը եւ ինչ հարցերի խորը հարցադրումով։ Եվ իրեն ցույց տաք, թե ինչպես է պետք տալ իրական խորը հարցադրումներ։ Բերեմ օրինակ, որպեսզի ասածս չլինի օդի մեջ։ Երեխան ասում է. Հարիկ, ես կարծում եմ կամ մայրիկ, ես կարծում եմ, որ իմ հաջորդ ծննդյան տոնը պետք է անցկացնել ռեստորանում։ Դուք ասում եք. Ինչու՞։ Նա ասում է. դե որովհետև այնտեղ ավելի հետաքրքիր է։ Դուք ասում եք. եւ ինչ։ Դե որպեսզի երեխաները ընկերներ չձանձրանան։ Դուք ասում եք. եւ ինչ։ Դե որպեսզի իրենց դուր գա իմ ծննդյան տոնը։ Դուք ասում եք. լավ։ Եկ հիմա ես քեզ մոտ ընդհանուր հարց տամ։ Ինչ ես կարծում։ Եթե քո նպատակը այն է, որպեսզի քո ընկերներին դուր գա ձեր ծննդյան տոնը, արդյոք լավագույն տարբերակն է այդ ծննդյան տոնը նշել ռեստորանում։ Եվ երեխայի մոտ մեկը չկ լամբ կվարվի գլխի մեջ, նա մեկ էլ կհասկանա, որ կա որակ հարցադրման, որ բացում է խոսակցության հնարավորություն։ Իսկ կան հարցեր, որոնք փակում են խոսակցության հնարավորությունը։ Այդ տեսեք դուք հարցադրում արեցիք եւ իսկապես իր մոտ կարթանա միտք։ Իսկապես միգուցե կարող են գնալ մի ինչ-որ հետաքրքիր տեղ, ասենք, ինչ-որ մեքենաներ քշել, այդ կարտեր քշել կամ ինչ-որ այլ բան անել, ավելի հետաքրքիր, քան գնանք ռեստորան ուղղակի հաց ուտենք, չէ՞։ Եվ այսպես մենք սովորեցնում ենք երեխաներին տալ այն հարցերը, որոնց պատասխանները տանում են դեպի ստեղծագործություն, դեպի բացահայտում, դեպի նոր պատկերացումներ։ Սրանք ամենակարևոր հարցերն են, եւ երբ մենք մեկ էլ երեխայից նման հարց ենք լսում, մենք շատ ոգևորվում ենք, չէ՞, հիանում ենք, ասում ենք, «Ես ինչ խելացի հարց էր»։ Խելացի հարցը ավելի դժվար բան է, քան շատ հաճախ, քան խելացի պատասխանը, քանի որ լավ հարց տալու համար դու պետք է շատ մտորես եւ շատ բաների մասին մտածես։ Լավ հարց տալու մշակույթ, երբ որ երեխաները գիտակցում են, որ մենք իրենցից լավ հարցեր ենք ակնկալում, իրենց շատ զարգացնում է, բերում է նրան, որ իրենք բազմաթիվ ներքին հարցադրումներ անցկացնում են իրենց մտքով, քննարկում են իրենց մեջ եւ գալիս են շատ ավելի կարեւոր հարցերի, որոնց մասին խոսելը դառնում է հետաքրքիր եւ ոգևորիչ։ Մնաց վերջին հարցը։ Արդյոք մենք ուզում ենք, որ մեր երեխաները կարողանան մեզ բարդ եւ լավ հարցեր տալ։ Արդյոք մենք պատրաստ ենք դրան։ Արդյոք մենք ուզում ենք, որ իրենք ավելի հասուն լինեն։ Թե մենք ուզում ենք, որ իրենք մնան մեր ձեռքում խաղալիք, հիմարիկներ, որոնց մենք կարող ենք միշտ կյանք սովորեցնել եւ որոնց վրա մենք կարող ենք միշտ ազդեցություն գործածել, ուղղակի իրենց աչքերում երևալով ավելի խելացի։ Ես կարծում եմ, որ եթե մենք իսկապես սիրում ենք մեր երեխաներին, մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի իրենք լավ հարցեր տան եւ փնտրեն այդ հարցերի լավ պատասխաններ։